Սիրելի ֆուտբոլասեր բարեկամներ, խաղային երեկոյի վերջին հանդիպումն ենք դիտում, որը խաղային օրվա կենտրոնական հանդիպումն են, բրցում են միմյանց դեմ առաջնության առաջատարներից երկուսը Յուվենտուսն ու Վոտֆորդը։ Եկեք արագորեն ծանոթանանք թիմերի հայտարարությունների հետ, որից հետո արդեն կանադառնանք այս անչափ կարևոր ու հետաքրքիր հանդիպանը։ Սկսենք Վոտֆորդից։ Վիցյա Գրիգորյանը պաշտպանում է դարպասը համար 1, Նայիրի Պետրոսյան համար 2, Համլետ Աթայան համար 3, Օլամիլեյկան Ադեբայո համար 4, Գևորգ Կարուշանյան համար 7, Հայկ Պողոսյան համար 8, Գագիկ Սահակյան համար 10, Արամ Եսայան համար 11, Մենուա Գևորգյան համար 14, Միքայել Երանոսյան համար 15, Արմեն Մանուկյան համար 21, Կարեն Սիմոնյան համար 22 եւ Նարեկ Էկտուբարյան համար 49։ Հիմա հենց Էկտուբարյանն է գնդակով թողեց Արուշանյանին, ծանոթացնեմ նաեւ Յուվենտուսի կազմը։ Սերգեյ Եսայանը պաշտպանում է դարպասը համար 1, Արթուր Զաքարյան համար 4, հիմա վտանգավոր գրոհ է անցել Վոտֆորդը հենց մեկ տարկում, երկրորդ փորձը Պողոսյանի այս գրոհի ժամանակ, բայց շեղությամբ ստացվեց երկրորդ կատարած հարվածը Հայկ Պողոսյանի ու գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից։ Յուվենտուսը սկսեն նորից ծանոթացնել Յուվեի կազմը։ Սերգեյ Եսայանը պաշտպանում է դարպասը համար 1, Արթուր Զաքարյան համար 4, Արամ Մակարյան համար 5, Նարեկ Մարտիրոսյան համար 6, Դավիթ Մարտիրոսյան համար 7, Նաթիմի ավակն է, Մավել Այվազյան համար 9, Արտուր Աչեմյան համար 10, Հենրիկ Մխիթարյան համար 18 եւ Տիգրան Խաչատրյան համար 21, նաև Նարեկ Մարտիրոսյանը կգործի 88 համարով։ Դավիթ Մարտիրոսյանն է գնդակով երկար փոխանցում առաջ դեպի Նարեկ Մարտիրոսյանը, թողեց Մարտիրոսյանը գնդակը Այվազյանին, խաղարկում Աչեմյանի հետ, բայց այստեղ վրա ասած Էկտուբարյանը խլում է գնդակը ու եւս մեկ գրոհ սկսում Վոտֆորդի համար։ Հիմա արդեն Աչիեսրով կա փոխանցում ու այստեղ հիմա բախում տեղի ունեցավ ֆուտբոլիստների միջև, հասկանանք ինչ պատահեց այս իրավիճակում։ Ճիշտ է, խաղի կանոնների խախտում չկար ու Խաչատրյանը այստեղ ոչ մի միտում չունեցավ խաղի կանոնները խախտելու նման կերպով Կարեն Սիմոնյանի հետ, բայց կարծես գլխի վրա անկավ այստեղ Սիմոնյանը։ Հիմա իսկապես հասկանանք ինչ է պատահել Վոտֆորդի հարձակվողին։ Եթե հիմա Սիմոնյանը չկարողանա շարունակել այս հանդիպումը, ապա դա բավական մեծ կորուստ կլինի թիմի համար։ Իհարկե առաջնայինը հասկանանք ինչ է պատահել ֆուտբոլիստի առողջական վիճակի հետ, որից հետո նոր մտածենք միայն հանդիպումը շարունակել կամ շարունակելու մասին։ Հուսանք այդ պատճառը չենք ունենա մենք։ Հիմա ոտքի կանգնել է Սիմոնյանը ու ամեն ինչ կարծես այո կարգին է նրա հետ։ Սիմոնյանը կշարունակի հանդիպումը ու հուսանք, որ նման միջադեպերի ձեռք կմնանք այսօրվա խաղում։ Իսկապես իսկ հանդիպման մասով այն իհարկե իր թիմերի անվանմամբ, իր դիրքով, իր մրցաշարային աղյուսակի տեսանկյունով իսկապես լարված հանդիպում է խոստանում մեզ այս պահին։ Յուվեն 13 խաղից հետո 39 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, միակ թիմը կրկնում եմ, որը դեռ չի
ճաշակել ոչ Մարտության, ոչ էլ ոչ ոքի համը, միայն հաղթանակների շարան է Յուվենտուսի մոտ 13 խաղ նույնքան հաղթանակ, Վոտֆորդը մեկ հանդիպում քիչ է անցկացել Յուվենտուսի, 12 հանդիպում եւ 31 միավոր ունի։ Իհարկե այդ բաց թողած խաղում հաղթելու դեպքում Վոտֆորդը միավորների տարբերությունը կհասնի 5-ին եւ այդքան կզիջի։ Յուվենտուսին իսկ այսօր եթե կարողանա հաղթել այս բարդ ու ահեղ մրցակցին Վոտֆորդ ու միավորների տարբերությունը կարող է կրճատել եւս 3-ով եւ այն նվազեցնել հասնելով մինչեւ 2 միավորի թիմերին այդքան կբաժանի միմյանցից եթե կրկնում եմ այսօր հաղթանակ տանի Վոտֆորդը այս անպարտելի թիմի նկատմամբ որն է հետաքրքիր մի փաստ արձանագրեմ Յուվենտուսը Winter Cup մրցաշարում չի կրել պարտություն եւ ընդհանրապես Յուվենի վերջին պարտությունը կրել է հենց Վոտֆորդից Գավաթի կիսաեզրափակիչում զիջելով Վոտֆորդին 3-1 հաշվով այդ հանդիպումը վերջին պարտությունն է եղել Սինյոնայի համար եւ Յուվեն այդ հանդիպումից առ այսօր դեռ չունի աֆելուն պարտություն պատկերացնում եք ինչ է կատարվում ինչ ֆուտբոլ ենք մենք դիտում թիմերից իսկապես մեկը մյուսից շքեղ ու գերետաքրքիր հանդիպումներ են անցկացնում իսկ երկրորդ դիվիզիոնի Գավաթի շրջանակներում Վոտֆորդը զիջեց Յուվենտուսին ներողություն առավելության հասավ Յուվենտուսի նկատմամբ 3-1 հաշվով հաղթելով ու դուրս է եկել եզրափակիչ, որը դեռ չի անցկացել եզրափակիչում Վոտֆորդին բաժին է հասել Summer Cup-ի չեմպիոն Մոնցան եւ այդ հանդիպումը մենք հուսանք, որ շատ կարճ ժամանակ հետո ականատես կլինենք այդ հանդիպման, իսկապես եւս մեկ կարեւոր հանդիպում ունի անցկացնելու Վոտֆորդը կարող է եւս մեկ տիտղոս նվաճել, իհարկե Յուվեն էլ միայն իր ողջ ուշադրությունը կենտրոնացրել է Winter Cup մրցաշարի վրա, այնպես որ տեսնենք թիմերը այսօր ինչ են փորձելու մատուցել մեզ առաջին հերթին կրկնում եմ անպարտելի Յուվենտուսին կփորձի Վոտֆորդը պարտության մատնել տանել այնպես որ Յուվեն կորցնի իր առաջին միավորները իսկ Յուվենտուսի համար վերջին մի քանի հանդիպումները պարզապես բարդ մրցակիցներ են բաժին ասել Յուվենտուսին բայց բոլոր խաղերում Յուվեն կարողացել է հաղթանակ տանել պատկերացնում եք ինչի մասին է խոսք այս տարափայց ծանր հանդիպումների Յուվենտուսի մոտ սկսվեց Մանչեսթեր Սիթիի դեմ անցկացած խաղում երբ 1-0 պարտվում էին Սիթին հետո կարողացան հավասարեցնել հանդիպան հաշիվ իսկ վերջնամասում Նարեկ Մարտիրոսյանի խփած գնդակի շնորհիվ Յուվեն հաղթեց Սիթին 2-1 հաշվով հետո հանդիպեցին Լեռնային Արցախին շատ բարդ ու ծանր հանդիպում ստացվեց իսկապես ֆուտբոլիստները հենց տրամադրված դուրս են եկել խաղադաշտ երկու թիմերի ու անում էին հնարավորինս մեկը մյուսից միավոր կորզելու համար այդ խաղում Աչեմյանը բացեց հանդիպան հաշիվը Տուգանայինից կատարած փառահեղ հարվածով հետո էլ արդեն նրա կատարած անկյունայինի փոխանցումից հետո Զաքարյանը եթե չեմ սխալվում կրկնապատկեց Յուվենտուսի առավելությունը Յուվեն հաղթեց 2-0 այնուհետև էլ հանդիպում է անցկացել Յուվենտուսը Չելսիի դեմ եւս մեկ բարդ ու անհարմար մրցակից ճիշտ է ամենախոշորը նշածս թիմերից Յուվեն հաղթեց Չելսին 4-1 հաշվով բայց ինչն է հետաքրքիր ճիշտ է Զիջողի կարգավիճակում հաշվում է Յուվենտուսը այդ խաղում չեղավ ինչպես Լեռնային Արցախի դեմ, բայց 3-1 հաշվի պայմանների դեպքում երբ նշանակվեց 11 մետրանոց արված Յուվենտուսի դարպասի ուղղությամբ ու եթե Ալավերդյանը գրավել այնտեղ դարպաս ու կրճատեր հաշիվը նվազեցնելով եւս մեկ գնդակ ու դարձնելով հաշիվը 3-2 ապա մենք այլ վերջնամաս կունենայինք ճիշտ է այնտեղ 1-1.5 րոպե է մնացել մինչ հանդիպան ավարտը բայց չես խփում դու խփում են քեզ Ալավերդյանը չգրավեց 11 մետրանոցից Յուվեի դարպասի իսկ հաջորդ րոպեի ժամանակ անմիջապես Մանվել Այվազյանը խփեց Յուվենտուսի 4 գնդակ այդ խաղում ու Յուվեն հաղթեց 4-1 հաշվով Չելսին իսկապես ծանր հանդիպումներ է անցկացել Յուվենտուսը եւս մեկ ծանր հանդիպում այսօր Վարդենի հիմնական մրցակցի նկատմամբ իրենից յետ մնացած մրցակցի նկատմամբ խոսքս Վոտֆորդի մասին է մրցաշարային աղյուսակում ճիշտ է պատկերը բավական մեծ է միավորների տեսանկյունից 8 միավորի առավելություն այս պայն ունի Յուվենտուսը ճիշտ է մեկ հանդիպում պետք է անցկացնի դեռ Վոտֆորդը որպեսզի խաղերի քանակով նույնպես թիմերը հավասարվեն Մարտիրոսյան շատ գրագետ վարվեց այստեղ
Նարեկ Մարտիրոսյանը թողնելով գնդակը Դավիթ Մարտիրոսյանին դեպի Աճեմյանը կրկին Դավիթ Մարտիրոսյան իսկ այսօր հաղթանակի հասնելու համար Watford-ը Juventus-ի նկատմամբ առաջին հերթին պետք է փորձի խաղադաշտում զսպել Աճեմյանին ու Մանվել Այվազյանին հարձակման գծում պետք է այդ հիմնական ուշադրությունը կենտրոնացնեն Watford-ի ֆուտբոլիստները Աճեմյանի ու Այվազյանի վրա նրանք իսկապես շարժիչ ուժն են հանդիսանում Juventus-ի ու Աճեմյանը այսպես ասեմ խաղ կառուցող ֆուտբոլիստ է Juventus-ի կազմում Այվազյանն էլ թիմի գոլահարը թիմի ռմբարկուն ու պետք է այս ամենը իհարկե հաշվի առնեն Watford-ի ֆուտբոլիստները Մանվել Այվազյանը այս պահին ռմբարկունների ցուցակում գտնվում է 4 հորիզոնականում իր ակտիվում գրանցել է 14 գնդակ այս անցկացած տուրերի անցկացած 13 խաղի ընթացքում միջին վիճակագրականով առնվազն 1 խաղում 1 գնդակի հեղինակ դառնում է Մանվել Այվազյանը ճիշտ է Մուսախանյանը եւ Ավետիս Դուրգանյանը նրա հետ հավասար գնդակներ ունեն հեղինակած եւ կիսում են այս 3 ֆուտբոլիստները 4-ից 6-րդ հորիզոնական իսկ հա արդեն առաջադրաններն են Միքայել Պողոսյանը Էվերտոնից 23 գոլով Սևակ Մանուչարյանը Բորուսիա Մյունխենգլադբախից 19 գոլ ունի իր ակտիվում գրանցած եւ Ռաֆայել Մովսիսյանը աջակցի կազմում խփել է 17 գնդակ ու այսօր Watford-ի առաջին խնդիրը իհարկե կրկնում եմ եւս մեկ անգամ զսպել Աճեմյանին ու Մանվել Այվազյանին թույլ չտալ որպեսզի նրանք կարողանան իրենց հաջող փոխանցումներն ու հարվածները կատարել իսկ Watford-ը ունի արձակման գծում նույնպես առանցքային ֆուտբոլիստներ թե պաշտպանությունում թե արձակման գծում ու Juven էլ հակառակ պատկերից իհարկե պետք է փորձի այսօր կանգնեցնել Watford-ի արձակման գիծը ինչպիսիք օրինակ կազմում են Կարեն Սիմոնյանը Գևորգ Կարուշանյանը Գագիկ Սահակյանը այո այնպես որ այսօր երկու թիմերի կազմում էլ կան ստեղծագործ ֆուտբոլիստներ ես ճիշտ է ամեն թիմից նշեցի 2-3 ֆուտբոլիստի բայց իհարկե դրանք շատերն են պարզապես եթե այդպես սկսենք թվարկել ժամանակը չի բավականացի Մանվել Այվազյան ընդունեց գնդակ Այվազյանը դեպի հետ էր ուղարկում բայց Էկտուբարյանը այստեղ հաջող գործեց ու դեպի Պողոսյանը փոխանցում դուրս եկավ հիմա պաշտպանությունից Watford-ը ուշադրում են առաջ Գևորգ Կարուշանյան շատ լավ փոխանցում Սիմոնյան դեպի Էկտուբարյանը եւս մեկ փոխանցում ու այստեղ սխալվեց դարպասապա Եսայանը բայց չկար ոչ ոք որպեսզի եզրափակեր այս փոխանցումը իհարկե Եսայանից մենք նման սխալներ շատ քիչ կարող ենք տեսնել Եսայանը հիմնական ուժերից մեկն է Juventus-ի նախորդ մի քանի խաղերում որտեղ թիմը կարողացել է հաղթանակ գրանցել սկսած City-ի դեմ խաղից երբ բոլոր խաղերում իհարկե իր դերն ու նշանակությունը Եսայանը պարտադիր ունեցել է թիմի կազմում առավել հատկանշական է Եսայանի կատարած սեյվերը Լեռնային Արցախի դեմ խաղում որտեղ եթե առաջին գնդակը Juven այդ խաղում բաց թողներ ամեն ինչ ապա այլ կերպ կընթանար ձեր սինյորայի ֆուտբոլիստերի համար բայց այդ խաղում մի քանի իսկապես վերահաս գոլի դրվագում անձամբ ես ֆիքսել եմ Եսայանը կարողացավ շատ հաջող գործել այնպիսի գնդակներ հեռացեց որոնք պարզապես պետք է հայտնվեին դարպասում Մանվել Այվազյան հետ փոխանցում դեպի Զաքարյանը մի փոքր հեռու թողեց բայց մնաց գնդակով Զաքարյան այս իրավիճակում Արուշանյանի ճնշումը կա Զաքարյանի դեմ ու հաստրեց փոխանցում կատարել այստեղ Զաքարյանը Այվազյան գուցե փորձի երվից Այվազյանը Մանվել Այվազյան ու այստեղ կորցրեց հարված կատարելու հնարավորությունը եւ հիմա Watford-ը դուրս է գալիս պաշտպանությունից Արուշանյանը կենտրոնով շատ լավ տարածություն հաղթարեց բայց Նարեկ Մարտիրոսյանն է հիմա խլում կարողանում կատարել ու շարժվել առաջ Զաքարյան Աճեմյան գուցե փորձի Աճեմյան այդպես էլ անում է բայց բարձր է ստացվում Աճեմյանի այս փորձը իհարկե պետք է արդեն ուշադրություն դարձնեն Watford-ի ֆուտբոլիստները Աճեմյանի նկատմամբ երբ նա 1-2 հարված ձախողում է ապա առնվազն հաջորդ հարվածները փորձում է դիպուկ իրականացնել հիմա մի քանի փոփոխություն տեսանք Watford-ի կազմում ու առաջատարներից մի քանիսը մտան խաղադաշտ հիմա արդեն Սահակյանը խաղադաշտում է եւ կփորձի հարձակման գծում էլ ավելի վտանգավոր լինել տեսնենք կա մրցավարի Սուլիչը Գրիգորյան ուղարկում է գնդակ Ադեբայոին Երանոսյան ճիշտ է ես Սահակյանին նշեցի բայց
մի քանի ֆուտբոլիստներ դուրս եկան խաղադաշտ, հիմա հենց Սահակյանն է գնդակով, տեսնենք այս գրով, որից հետո կխոսեմ, մի փոքր անհաջող ստացվեց առաջին փորձը Սահակյանի, Եսայանը հայտնվեց խաղադաշտում, Գերանոսյանը նույնպես մտավ խաղադաշտ, Մենուա Գևորգյանը քառակի փոփոխություն տեղի ունեցավ հիմա Ոթֆորդի կազմում, ու տեսնենք այս փոխարինումները, այս ֆուտբոլիստերի խաղադաշտ դուրս գալը ինչ է տալու Ոթֆորդին, հիմա Արուշանյան գուցե փորձի հերվից Արուշանյան այդպես էլ անում է ու կարող էր հիմա բացվել հանդիպան հաշիվը մի փոքր շեղությամբ ընթացավ պարզապես Արուշանյանի հարվածը շատ լավ նկատել էր բաց անկյուն ու կարծում եմ այս անգամ Եսայանը գնդակին չէր հասնի, եթե գնդակը ընդհանար դեպի ցանցը եւ այո նաեւ մեկտարկային կազմում չէր, ես չնշեցի, բայց հիմա արդեն Աթայանը նույնպես դուրս է եկել խաղադաշտ, Քիլի ավակը հիմնական ու կարծես հնգակի փոփոխություն տեղի ունեցավ Ոթֆորդի կազմում, այնքան շատ էին, որ նույնիսկ չհասցրեցի ֆիքսել Վիցա Գրիգորյանը այստեղ հեռացեց գնդակը, այո կարծես Արուշանյանից ու Ադեբայոյից բացի բոլոր ֆուտբոլիստները մեկտարկային կազմի փոխարինվեցին, այո հնգակի փոփոխությունը տեղի ունեցել ու տեսնենք իսկապես թարմ ուժերով Ոթֆորդի ֆուտբոլիստները ինչ են փորձելու անել Զաքարյան հետ փոխանցում դեպի Խաչատրյանը Դավիթ Մարտիրոսյան շատ լավ նկատեց Նարեկ Մարտիրոսյանին Մանվել Այվազյան փորձ Այվազյանից ու հիմա շեղությամբ է ստացվում Այվազյանի կատարած հարվածը իհարկե բարդ էր դիրքը Մանվել Այվազյանի փորձեց հեռավոր վերին անկյունը գրավել բայց հարվածը բավական բարձր ստացվեց ու հարված կլինի Ոթֆորդի դարպասից Վիցա Գրիգորյանը խաղարկում է գնդակ Աթայանի հետ Երկար փոխանցում առաջ դեպի Գերանոսյան ու անկյունային վաստակեց Ոթֆորդը այս իրավիճակում, այո հնարամիտ կերպով գործեց Գերանոսյանը, իհարկե մի փոքր տարօրինակ է հիմա Գերանոսյանը հայտնվել է կարծես հարձակման գծում, մենք նրան սովոր ենք տեսնել հիմնականում պաշտպանությունում, բայց կարծես տակտիկական փոփոխության է գնացել Ոթֆորդը, անկյունայինից փոխանցումը կա ու այստեղ փորձեցին հեռացնել գնդակը Յուվեի ֆուտբոլիստները, հիմա Նարեկ Մարտիրոսյանը ավելի հեռուն ուղարկեց գնդակը, բայց այն նորից Ոթֆորդի մոտ է Ադեբայո լավ չընդունեց, չնայած պահեց գնդակը իր մոտ Ադեբայո տեսնենք իր որոշում է կայացնելու ոչինչ չհասցրեց անել վրա հասած Նարեկ Մարտիրոսյանը հեռացնում է գնդակը եզից կնետի Ոթֆորդը Հիմա էլ կրկնակի փոփոխություն տեղի ունեցավ Յուվենտուսի կազմում Դավիթ Մարտիրոսյանն ու Նարեկ Մարտիրոսյանը լքեցին խաղադաշտը ու նրանց փոխարեն խաղադաշտ մտան Յուվենտուսի կազմում Արամ Մակարյանն ու Հենրիկ Մխիթարյանը, այո Մակարյանը որպես հիմնական ավակ վերադարձավ Յուվենտուսի կազմ այս երկու ֆուտբոլիստները ովքեր քիչ առաջ դուրս եկան Յուվենտուսի կազմում փոխարինման ու հիմա խաղադաշտում են Որակազրկումից են վերադարձել, այո, Լեռնային Արցախի դեմ խաղում հեռացվեց խաղադաշտից Հենրիկ Մխիթարյանը խաղի կանոնները խախտելու համար միանգամից կարմիր քարտ տեսավ իր գլխավերևում, բայց իհարկե մեղադրել նրան Յուվեն չի կարող ստիպված այդ խախտումը կատարեց, չես կարող ասել ինչ կաներ Մելքումյանը, երբ արդեն հարված կատարել ու հաշիվը այդ րոպեներին 1-0 էր Յոկուր Յուվեի ֆուտբոլիստները, Յուվեն ամեն կերպ իհարկե փորձում էր պահել առավելություն, իսկ Մակայանին բավական երկար ժամանակ մենք չենք տեսել խաղադաշտում ու հիմա Մակարյանը կրկին Յուվենտուսի շարքում է, կրկին խաղադաշտում է եւ տեսնենք ինչ կփորձի անել Մակարյանը կարծես եթե ճիշտ եմ հիշում եւ այո այդպես է Վերդերի դեմ խաղում ստացավ կարմիր քարտ Մելքոնյանի դեմ խաղի կանոնները խախտելու համար մի անգամից հեռացվեց խաղադաշտից ինչպես Մխիթարյանը բայց այդ խախտումը այդ դրվագը ավելի մի փոքր այսպես ասած կոպիտ ստացվեց որակազրկումը երկար տևեց Մակարյանի կարծես 1 ամսից ավելի ինչ նրան մենք չէինք տեսնում խաղադաշտում հատկապես այն հանդիպումներում որտեղ նշեցի Յուվեն բարդ հանդիպումներ է ունեցել սկսած Մանչեսթեր Սիթիից 1 2 3 Սիթի Լեռնային Արցախ Չելսի այդ հանդիպումներում առնվազն հանդես չի եկել Յուվեի կազմում Մակարյանը դրանից առաջ
արդեն ստացել էր կարմիր քարտը ու հիմա շատ հաջող գործեց հենց Մակարյանը Զաքարյան Աչեմյանին է ուղարկում գնդակը, բայց այստեղ մի փոքր այլ ուղղությամբ ստացվեց Աչեմյանի կատարած փոխանցումը Երանոսյան արագ Ոթֆորդը անցել է առաջ Նարեկ Մարտիրոսյան այստեղ հասցրեց չտրվել Երանոսյանի խապքին, բայց հետո էլ արդեն Երանոսյանը պայեց գնդակ ու շատ արագ էլ կորցրեց արված կլինի Յուվենտուսի դարպասից այո բավական բարձր է հանդիպման տեմպը այնպես ինչպես անցան այս 20 րոպեները իսկապես շատ արագ անցան մեկտարկային 20 րոպեները նույնիսկ ես չէի պատկերացնում որ հանդիպում այսքան արագ կընդունվա իհարկե սպասել նմանատիպ պաշտպանություն ունեցող թիմերից գոլ առած հանդիպում պետք չէ քանի որ թիմերը հիմնական շեշտը իհարկե դնում են պաշտպանության վրա հետո նոր հարձակման գծում այսպես ասած կստացվի չէ ոչ ուրեմն իհարկե պահել այն առավելություն այն ոչ ոքին երկու թիմերի համար որը կա իհարկե ոչ ոքից երկուսն էլ կարծում եմ գոլ կլինեն իհարկե չեն ունենա պարտություն բայց թիմերի տրամաբանությունը այլ կերպ է իհարկե Յուվեն փորձում է հաղթարշավը շարունակելու 14-րդ անընդմեջ հաղթանակը տանել Մանվել Այվազյան հայտնվել է հարվածային գոտում Այվազյանը հարվածեց բայց թույլ ստացվեց այստեղ Այվազյանի հարված ու Գրիգորյանը հեռացնում է գնդակը Մխիթարյան դեպի Զաքարյանը Յուվեն երկրորդ տեմպով հիմա կգրոյի Արտուր Աչեմյան նորից Այվազյանին գտավ բայց Աթայանի ճնշումը կա ու այստեղ էլ արդեն խախտում կար Աթայանի կողմից այո թիկունքից հրեց Այվազյանի եւ ստանդարտ իրացնի Յուվենտուսը բավական հարմար ու նպաստավոր դիրքում այո իհարկե Յուվեն կրկնում եմ փորձում է շարունակել հաղթարշավը տանել 14-րդ անընդմեջ հաղթանակը Ոթֆորդն էլ իր հերթին ունի ավելի մեծ մտածելու կարիք հաղթել այեղ մրցակցի ու նրանց զրկել այդ հերթական 3 միավորը վաստակելու հնարավորությունից ու կրճատել միավորների տարբերությունը Յուվենտուսի նկատմամբ տեսնենք Կաբրցավարի Սուրիչայ ստանդարտ իշ կտա Յուվեին Այվազյան հարված ու բրավո Գրիգորյանին այստեղ կարողացավ հեռացնել գնդակը շատ լավ էր հարվածել Մանվել Այվազյանը ու իհարկե վերահաս գոլից հիմա զերծ պայեց իր թիմին Ոթֆորդի դարպասապահ Վիտյա Գրիգորյանը եզրայինը խաղարկված է Մանվել Այվազյան Զաքարյան Կաչեմյանը ուշ նկատեց Զաքարյանը մի փոքր Հենրիկ Մխիթարյան դեպի Նարեկ Մարտիրոսյանը նորից Մխիթարյան մեկը պումով բայց այստեղ արդեն սխալվեց Մխիթարյանը ու հիմա կարող է արագ հակագրոյի հասնել Ոթֆորդը մի փոքր դանդաղեց Երանոսյանը հիմա ուղարկեց գնդակը Գևորգ Կարուշանյանին փայլուն մարզավիճակում է գտնվում Արուշանյանը ու իհարկե Գևորգ Կարուշանյանին առնվազն պետք է 1-2 ֆուտբոլիստով վերահսկել նրան պետք չէ ինչպես Աչեմյանին այնպես էլ Արուշանյանին հարված կատարելու հնարավորություն տալ դաշտի կենտրոնական հատվածներից միջին հատվածներից երկուսն էլ կարող են ռմբահարել դարպասները ու այնպես որ երկու թիմերի հենակետային գոտում գտնվող ֆուտբոլիստները այդ ամենը հաշվեն առնում եւ որն է հետաքրքիր որ մենք հիմնականը կարող ենք հենց Աչեմյանին ու Արուշանյանին տեսնել այսօր պայքարի մեջ միմյանցնեմ նրանք երկու թիմերի կազմում էլ գրեթե նույն դեպքում են հանդես գալիս ու այսօր հենց խաղադաշտում այս դիմակայությունը շատ կտեսնենք Աչեմյան լավներ փոխանցումը Այվազյան չստացվեց հարվածը շատ լավ նկատեց այստեղ Աչեմյանը Մանվել Այվազյանին ու պարզապես մատուցեց գնդակը այստեղ Այվազյանին միայն թե Այվազյանը լավ չարվածեց հիմա կարող էր Յուվեն առաջ անցնել հաշվի մեջ բայց փրկվեց իսկապես վերահաս եւս մեկ գոլից փրկվեց Ոթֆորդի հիմա Յուվեն բավական մոտեցել է մրցակցի դարպասի ուղղությամբ քիչ առաջ Այվազյանի հարվածը տեսանք ստանդարտից հիմա Այվազյանի հարվածի փորձը բայց չստացվեց ու պետք է Ոթֆորդի իհարկե մտածի այս ամենի մասին Սահակյան լավ ընդունեց գնդակը թողեց Աթայանին Եվ հետ փոխանցում եք տեսնում դեպի դարպասապահ Գրիգորյանը Արուշանյան ուղարկում է գնդակը Ադեբայոյի ուղղությամբ նորից Արուշանյան շատ լավ է նկատել Արուշանյանը այստեղ Մենուա Գևորգյանի բայց փոխանցում ուժեղ ստացվեց ու հարված կլինի Սերգեյ Եսայանի պաշտպանած դարպասից Եսայան ուղարկեց գնդակը Աչեմյանի ուղղությամբ թողնում է Աչեմյանն էլ գնդակը Մխիթարյանին
Ստացա Մխիթարյանի փոխանցումը Սահակյանն է կանգնել գնդակի ճանապարհին շատ լավ անցում էր բայց փոխանցումը չհասավ Եսայանին չնայած գնդակը մնաց Վոտֆորդի մոտ Արուշանյան Հաչեմյանն է հիմա դիմավորել Արուշանյանին ինչի մասին խոսում էի րոպեներ առաջ որ այս դիմակայությանը մենք այսօր հազվադեպ ենք ականատես լինելու Ադեբայո շատ լավ փոխանցում դեպի Գագիկ Սահակյանը ընդունել է գնդակը Սահակյանը թիկունքով է մրցակցի դարպասի ուղղությամբ հիմա տեսնենք ինչ որոշում է կայացնում կա փոխանցումը բայց չհասկացան այստեղ Սահակյանն ու Եսայանը միմյանց գնդակն էլ դուրս եկավ դաշտի սահմաններից անցավ այս փոխանցումը Խաչատրյանի կատարած Այվազյանն է ձախ եզրում Աթայանն է դիմավորել նրան Մավել Այվազյան մնաց գնդակով Յուվեի հարձակվողը շատ լավ թողեց այստեղ Հաչեմյանին Հաչեմյան լավն էր եւս մեկ փոխանցում բայց այստեղ արդեն Վիցյա Գրիգորյանը դուրս եկավ դարպասից ու թույլ չտվեց փոխանցումը հասնի այս իրավիճակում Մավել Այվազյանին Երանոսյան լավ էր նկատել Երանոսյանն էլ Սահակյանին, բայց Մխիթարյանն է հիմա էլ փակում գնդակի ճանապարհը, ինչ բարձր է հանդիպման տեմպը Խաղակեսի վերջին րոպեին։ Հաչեմյան 2-10 համարների պայքար ենք տեսնում, բայց Հաչեմյանը մնաց գնդակով հետո Յուվեն կորցնում է Ադեբայո ու Վոտֆորդը հիմա հարվածի հնարավորություն ուներ, բայց Ադեբայոն չօգտագործեց այդ հնարավորությունը Արամ Մակարյան ուղարկում է գնդակը Մարտիրոսյանին, Զաքարյան, Աչեմյան, շատ լավ խաղարկում իրականացեց Յուվենտուսը Աչեմյանն էլ դեպի Մխիթարյանը, Մավել Այվազյանն է ընդունել գնդակը ձախ եզրում, նորից Մխիթարյան հետ փոխանցում ենք տեսնում Աչեմյան գուցե հարված տեսնենք։ Զաքարյան իհարկե եւ գնդակը Աչեմյանի մոտը պետք է մտածել, որ արդեն հարված է պատրաստում կատարել Աչեմյանը։ Թե չկար այստեղ խաղի կանոնների խախտում, ոչ Երանոսյանը մաքուր գործեց նույնիսկ հարվածեց ու այստեղ Եսայանը տիրեց գնդակին մաքուր էր գործել Երանոսյանը եւ ահա այստեղ մոտեցավ Մակարյանին ու իհարկե ձեռք սեղմեց Երանոսյանը անկախ նրանից կար խաղի կանոնների խախտում թե ոչ բրավո երկու ֆուտբոլիստերին այս իրավիճակում Գևորգ Արուշանյան հարված ու նորից Եսայանը տեղում էր Եվ փակեց Հարուշանյանի հարվածը Սահակյանն էլ հիմա խլում է կարողանում կատարել Սահակյան եւս մեկ փորձ է պետք ու մի փոքր բարձր է ստացվում հիմա այլ Գագիկ Սահակյանի հարվածը լավ վերջնամասել բայց գնդակը չհայտնվեց դարպասում Խաղակեսը մեզ մոտ ավարտվում է այս հետաքրքիր հանդիպան առաջին կեսը մեզ մոտ կարճ է դադար է որից հետո կշարունակենք Բարեկամներ մենք վերադառնում ենք Յուվեն ընդդեմ Վոտֆորդի հանդիպան երկրորդ խաղակեսը դիտելու առայժմ առաջին կեսից հետո չունենք խփված գնդակ խաղադաշտում բայց ունենք բավական լարված հանդիպում ունեցանք բավական լարված խաղակես ճիշտ ինչը իհարկե մի շարք գոլերից առավել էր վայելելու համար այդ առաջին խաղակեսը ճիշտ է ավելի ցանկալի կլինի եթե թիմերը հասնեն հաջողության ու մեծ տան այդ գոլերը վայելելու հնարավորություններ, բայց հասկանալի է իհարկե իրենց զբաղեցած դիրքը առայժմ թույլ չի տալիս թիմերին այդպիսի բաց ֆուտբոլ խաղալ, նրանք կրկնում եմ եւս մեկ անգամ թիմերը առաջնային շեշտը դրել են պաշտպանության վրա։ Հիմա Աչեմյանն է խլել գնդակու շարժվում առաջ Արտուր Աչեմյան 1-0 շատ արագ Յուվեն երկրորդ կեսում առաջ է հասնում հաշվում է ճուել ով եթե ոչ Աչեմյանը 1-0 Յուվեն բացում է խաղի հաշիվը։ Արտուր Աչեմյան 1-0 Աչեմյանը խլեց այս իրավիճակում գնդակը մրցակցից ինքն էլ շարժվեց առաջ ինքն էլ գրավեց դարպասը բացելով այս դիմակայության հաշիվը հիմա արդեն Վոտֆորդը էլ ավելի պետք է մտածի այս ամենը վերահսկելու մասին չկա արդյոք խաղի կանոնների խախտում կասուլեց մրցավարը կար այո Արուշանյանի դեմ խաղի կանոնների խախտում ու ստանդարտ նշանակեց մրցավարը իհարկե Աչեմյանը կարող է նաև Այվազյանի փոխանցում կատարել բայց զգաց որ պաշտպանը իր ողջ ուշադրությունը ներգրավել է Այվազյանի վրա ու ինքը որոշեց եզրափակել իր ստեղծած գրոհը եւ շատ ճիշտ կերպով վարվեց Արտուր Աչեմյան իհարկե նա շատ փորձառու է եւ պահը ճիշտ գնահատեց եւ միայնակ վճռեց այս դրվագի ելքը 1-0 հիմա արդեն տեսնենք ինչ կփորձի անել Վոտֆորդը առաջին հերթին բաց թողած
գնդակից հետո իսկ իհարկե Յուվեն ամենայն դեպս առաջնային տպավորությունը այդպեսին է, որ կփորձի պայել այս առավելությունը ու եթե ստացվի խփել երկրորդ գնդակը ստացվի, եթե ոչ իհարկե Յուվեն շատ անգամներ տեսել ենք ինչպես է մեկ գնդակի առավելությունը պահում միջև վերջ, բայց դա կարող է այս հանդիպմանը չվերաբերվել, քանի որ կրկնում եմ մրցակիցը իրեն հաջորդող թիմն է մրցաշարային աղյուսակում Ոթֆորդով հարցակման գծում ունի կատարողներ։ Հիմա գնդակը Արուչանյանի մոտ է դեպի Սիմոնյան այստեղ չկարացող խաղի կանոնների խախտում սուլեց այստեղ մրցավարը ու տեսնենք ինչ է պատահել։ Ամեն ինչ կարգին է Սիմոնյանի հետ, ամեն խաղակեսի, այսպես ասած, մեկնարկանի րոպեներին Սիմոնյանը հայտնվեց խոտածածկին, ստացավ մի փոքր վնասված, բայց իհարկե երկու իրավիճակում էլ ամեն ինչ նորմալ եղավ ու Սիմոնյանի նույնիսկ փոխարինելու հնարավորություն չեկավ, վերջացած է գնդակը եզից կնետի Ոթֆորդը։ Եկեք նորից վերհիշենք մրցող թիմերի հայտարարությունները այնքան արագ տեղի ունեցավ Աճեմյանի խփած գնդակի պահը, որ նույնիսկ մոռացանք ծանոթացնել թիմերի հայտարարությունները երկրորդ խաղակեսում, հիմա կանեմ դա։ Դարպասը պաշտպանում է Ոթֆորդի Վիցյա Գրիգորյանը համար 1, Նայիրի Պետրոսյան համար 2, Հմայա Կաթայան համար 3, Օլամիլեյկան Ադեբայո համար 4, Գևորգ Կարոշանյան համար 7, Հայկ Պողոսյան համար 8, Գագիկ Սահակյան համար 10, Արամ Եսայան համար 11, Մենուա Գևորգյան համար 14, Միքայել Երանոսյան համար 15, Արմեն Մանուկյան 21, Կարեն Սիմոնյան համար 22 եւ Նարեկ Էկտուբարյան համար 49։ Աճեմյան թողեց գնդակը Մարտիրոսյանին, Մավել Այվազյան գուցե հարվածի Այվազյանը այդպես էլ անում է, բայց Վիցյա Գրիգորյան, այո, այստեղ հասցրեց դարպասապահը նկատել գնդակի ուղղությունը ու փակել հարվածի ճանապարհը, Զաքարյանն է գնդակով, Մարտիրոսյան եւ ինչ այստեղ հարված դարպասից նշանակեց մրցավարը Մարտիրոսյանից էր դուրս եկել գնդակը դաշտի սահմաններից, ծանոթացնեմ նաև Յուվենտուսի կազմը Սերգեյ Եսայանը պաշտպանում է դարպասը համար 1, Արտուր Զաքարյան համար 4, Արամ Մակարյան համար 5, Նարեկ Մարտիրոսյան համար 6, Դավիթ Մարտիրոսյան համար 7, Մավել Այվազյան համար 9, Արտուր Աճեմյան համար 10, ով այսօրվա միակ գնդակի հեղինակն է, հիմա առաջին դեղին քարտը տեսնում են խաղադաշտում։ Այստեղ այո կար խաղի կանոնների խախտում եւ դեղին քարտի գլխավերևում տեսա Ֆենդիկ Մխիթարյան այստեղ խաղի կանոնները խախտելու համար եւ ստիպված կատարեց Մխիթարյանը խաղի կանոնների խախտումը, այլապես Ոթֆորդը բավական արագակագրով էր անցնում։ Հիմա դա անում է Յուվենտուսը դեպի Այվազյանը, բայց Նայիրի Պետրոսյանը առաջինն էր այստեղ։ Այո, թիմերը խաղաժամանակ չեն տալիս ամբողջական հայտարարությունները ներկայացնեն, ճիշտ է Ոթֆորդի կազմը ներկայացեցի, շարունակեմ ծանոթացնել Յուվենտուսի հայտարարությունը դա կանեմ սկզբից Յուվենտուս դարպասը պաշտպանում է Սերգեյ Եսայանը համար 1, Արտուր Զաքարյանը համար 4, Արամ Մակարյանը համար 5, Նարեկ Մարտիրոսյան համար 6, Դավիթ Մարտիրոսյան համար 7, Մավել Այվազյան համար 9, Արտուր Աճեմյան համար 10, Ֆենդիկ Մխիթարյան համար 18, Տիգրան Խաչատրյան համար 21 եւ Նարեկ Մարտիրոսյան համար 88։ Այսպիսի կազմով է Յուվենտուսը ներկայացել այս հանդիպմանը, այսպիսի կազմերով են թիմերը ժամանել Ուարտու մարզադաշտ, Ոթֆորդը իհարկե շատ փոխարինումների տարբերակներ ունի, այսօր հիմա դուք Բայստայնների նստարանը տեսնում եք Ոթֆորդի իհարկե Յուվեն չունի այդքան փոփոխությունների հնարավորություն, 1-2 փոխանցման տարբերակ ունի Յուվենտուսը, բայց առայժմ բոլոր խաղերում նույնիսկ հանդիպումները եղել է Յուվեն առանց փոխանցման ֆուտբոլիստների են ներկայացել հանդիպան եւ իհարկե դա զգացնել տեղը չի տվել խաղադաշտում Յուվենտուսի ֆուտբոլիստերի գործողություններում, նրանք պայքարում են միջև վերջի վարկան ու միջև վերջի շունչը։ Հիմա անկյունային կիրասի Ոթֆորդը այստեղ հարվածի փորձ նաև տեղի ունեցավ, բայց բավական բարձր ընթացավ հարվածը եւ
Գնդակը կլինի Յուվենտուսինը մրցավարի Սուլիչը Եսայանը սկսում է հանդիպումը, շարունակում է հանդիպումը, սկսում է դարպասից, իսկ այստեղ խաղի կանոնների խախտում կար Զաքարյանի դեմ պայքարում։ Այո, Վոտֆորդը նույնպես անպարտելի էր մինչև 2025 թվականի ավարտը Winter Cup-ի մինչև այդ տուրի հանդիպումը մինչև 25 թվականի վերջին հանդիպումը, այսպես ասեմ, միայն մեկ ոչ ոքի էր անցկացել Manchester City-ի դեմ 0-0 ավարտելով ու տարել էլ ներողություն տարել էլ բոլոր խաղերում հաղթանակ, բայց վերջին խաղում 2025 թվականի պարտվեց Watford-ը 3-2 հաշվով Լեռնային Արցախին ու կրեց իր առաջին պարտությունը։ Իհարկե շատ անցանկալի պարտություն էր դա Watford-ի ֆուտբոլիստերի համար, քանի որ 2-2 էր մինչ հանդիպան վերջին րոպեն, երբ կարողացավ Լեռնային Արցախը կորզել հաղթանակը։ Հիմա ստանդարտ ու Աճեմյանն է գնդակի մոտ հարված պատի վրա ընկնեց Աճեմյանի կատարած հարվածը, իսկ այստեղ էլ Խաչատրյանը պարզապես առաջ ուղարկեց գնդակը թույլ չտալով իհարկե մրցակցին հակագրոհելու, քանի որ գնդակ կորցնելու դեպքում այստեղ բավական մեծ վտանգ էր սպառնում։ Ամեն ինչ կարգին է խաղադաշտում, մրցավարը այստեղ հանդարտեցեց ֆուտբոլիստերին ու շարունակում է հանդիպումը, այստեղ Մարտիրոսյանն է պայքարում մինչև վերջ գնդակի համար ու հենց իրենից էլ գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից։ Երանոսյան Ցածրից դեպի Արուշանյանը, բայց Մարտիրոսյանը ավելի շուտ արձագանքեց գնդակին։ Այվազյան թողեց գնդակը Նարեկ Մարտիրոսյանին, իսկ այստեղ չանցավ Մարտիրոսյանի կատարած փոխանցումը, հիմա էլ կար խաղի կանոնների խախտում, հենց Նարեկ Մարտիրոսյանի կողմից Երանոսյանի դեմ պայքարում ստուգեց մրցավարը, իհարկե արդեն լարվածությունը մեծանալու է, արդեն թիմերը կորցնելու ոչինչ չեն ունենալու, առաջին հերթին Watford իհարկե Juven կորցնելու ոչինչ չունեն այն առումով, որ կփորձի թե խախտման, թե ամեն ինչի գնով զերծ պահել իր դարպասը Watford-ի հակագրողներից եւ դա իհարկե ամբողջովին մտնում է հանդիպման տրամաբանության մեջ։ Աճեմյան այստեղ փորձեց շրջանցել Սիմոնյանին, բայց Սիմոնյանը բավական արագ նահանջեց ու պայեց գնդակի իր մոտ։ Ադեբայո կա Արուշանյանը, կա փոխանցում նրա ուղղությամբ Գևորգ Արուշանյան թողնում է գնդակը նորից Ադեբայոին դեպի Վիցյա Գրիգորյանը փորձում է Գրիգորյանը նույնպես գնդակին տիրելով տարածություններ բացել իր խաղանկերների համար արչևի գծում Արուշանյանն նորից թողեց Ադեբայոին, Ադեբայո կա Էկտուբարյանը, բայց չնկատեց Ադեբայոն, փոխարենը հիմա ուղարկեց Արուշանյանին, դեպի նորից Ադեբայոն Արուշանյանից, բայց խլում է գնդակը Juven, իսկ եթե այստեղ Արսեն Մարտիրոսյանի փոխանցումը դեպի Մանվել Այվազյանը, ապա Այվազյանը միայնակ էր մնում Վիցյա Գրիգորյանի դեմ, Արուշանյան լավն էր փոխանցումը, Էկտուբարյան ու Եսայանը փրկում է հիմա Յուվենտուսին, կարող էր հիմա Watford-ը հավասարեցնել հանդիպան հաշիվը Էկտուբարյանի կատարած հարվածից հետո, բայց բրավո այստեղ Սերգեյ Եսայանի նահա եւս մեկ սեյվ դարպասապայից, եւս մեկ հրաշալի սեյվ Ադեբայո թողեց գնդակը Մանուկյանին, Սիմոնյան հարված ու Այվազյանն է հիմա էլ փակում գնդակի ճանապարհը Եզիս կնետի Watford-ը Այո, երկրորդ քաղաքեսի միջին հատվածն է ուղիղ 12 րոպեից մի փոքր ավելի արդեն անցել է եւ այդքան էլ մնացել է խաղակեսի ավարտին, հանդիպան ավարտին Նարեկ Մարտիրոսյան դեպի Զաքարյանը կա Հերիկ Մխիթարյանի տարբերակը Զաքարյանը այստեղ
Չփոխանցեց, բայց մնաց գնդակով հիմա կա փոխանցում դեպի Այվազյանը եւ հրաշագործ Այվազյանը խփում է Յուվենտուսի երկրորդ գնդակ ու կրկնապատկում Յուվեի առավելությունը Մանվել Այվազյան երկուսը Յուվենտուսը կրկնապատկեց իր առավելությունը իհարկե Զաքարյանը չփոխանցեց Մխիթարյանին պայեց գնդակի իր մոտ ու ընտրեց ամենաճիշտ պահը գնդակը հասցեագրելու համար Մանվել Այվազյանին բայց դա բավական չէր իհարկե Այվազյանի ողջ անընդհական վարպետությունը այստեղ գործի դրեց շրջանցեց պաշտպանին ու գտավ դարպասը 2-0-ային գրեթե նույն սցենարը որը տեղի ունեցավ Լեռնային Արցախի դեմ խաղում երբ Առաջին կեսից հետո Յուվեն վերադարձավ խաղադաշտ Աչեմյանն էլ բացեց այս հանդիպան հաշիվը հիմա նույն պատկերը տեսնում ենք միայն այն տարբերությամբ որ երկրորդ գնդակ այս խաղում խփեց Մանվել Այվազյան իսկ Լեռնային Արցախի դեմ խաղում երկրորդ անգամ Յուվեի կազմում աչքեր ընկել Զաքարյան Աչեմյան Այվազյան հերո թողեց այստեղ մի փոքր գնդակ ու Գևորգյանը պահում է գնդակը դաշտի սահմաններում բայց այն բաժին ասա Մարտիրոսյանին Աչեմյան նորից Մարտիրոսյան Նարեկ Մարտիրոսյանն է միացել գրոին այստեղ Երևանյանը հաջող խլում կատարեց ու ուղարկեց գնդակը Գևորգ Կարուշանյանի ուղղությամբ ու վերադարձրեց գնդակը այստեղ իր թիմի համար Նարեկ Մարտիրոսյան հարվածի փորձու անկյունային Յուվենտուսը վաստակում է այս իրավիճակում այո Յուվեն իսկապես չասեմ ամենավերջին բարդ հանդիպումն է անցկացնում, բայց իհարկե այսպիսի ծանր հանդիպումներ այլևս կարծում եմ Յուվենտուսին չեն սպասվի խմբային փուլի մասին է խոսքս, քանի որ գրեթե բոլոր բարդ հանդիպումները Յուվեն արդեն անց է կացրել իր հիմնական մրցակիցների հետ միայն ընդամենը այս տուրից հետո Յուվենտուսին կմնա անցկացնելու 3 հանդիպում եթե չեմ սխալվում 1 հանդիպում պետք է անցկացնի Յուվենտուսը Մոնցայի դեմ կարծես չեն անցկացել իրենց հանդիպումը Կադիսի դեմ չեմ կարող հիշել Յուվեն մրցել է թե ոչ այո Յուվեն իսկապես Եթե այսօր հաղթում է ինչին շատ մոտ է Յուվենտուսը ինչին ընդամենը րոպեներ են բաժանում Յուվենտուսի ֆուտբոլիստերին ճիշտ է դեռ բավական րոպեներ կան Վոտֆորդի համար փրկվելու այս խաղում բայց հեշտ չի լինելու դա Երանոսյան Եթե այսօր հաղթում է Յուվեն ու հերթական 3 միավորին արժանանում ապա միավորների տարբերությունը Յուվենտուսը Վոտֆորդի հետ հասցնում է 11 միավորի առավելություն է ունենում Վոտֆորդի նկատմամբ եւ 3 հանդիպում է մնում մինչեւ խմբային փուլի ավարտը կարելի է ասել համարյա 100% անոց արդյունքով Յուվենտուսը առաջին հորիզոնականով որպես այդպիսին մաթեմատիկական հաշվարկներով ասեմ կզբաղեցնի առաջին հորիզոնականը խմբային փուլի ավարտից հետո քանի որ 3 հանդիպումից հետո եթե ամենաբաց սցենարը ստացվի Յուվեի համար ու չհաղթեն եւ Վոտֆորդը հաղթի 3 խաղերում, ապա նոր միայն ներողություն այդ տարբերությամբ կշրջանցի Յուվենտուսին, ինչը իհարկե այլ ժանրից կլինի, եթե Յուվեն այսպիսի բարդ հատվածում չի կրել պարտություն, չեմ կարծում, թե վերջին 3 տուրերից որևէ մեկում սայթակ է Յուվենտուսը, իսկ ահա փլեյօֆում ամեն ինչ փոխվելու է Յուվենտուսի համար, պետք է մտածել, պետք է փորձել իհարկե ամեն ինչ հասցնել այս մրցաշրջանը հասցնել տրամաբանական ավարտին, ինչպես սկսել է Յուվենտուսը, այնպես էլ շարունակել ողջ մրցաշրջանը ներողություն եմ խնդրում Գևորգյան հիմա գուցե արված տեսնենք ոչ չարված է այստեղ թողեց գնդակը Արուշանյանն է անում դա բայց շեղությամբ ստացվեց իհարկե նույնը կարող եմ ասել Վոտֆորդի մասով թիմը շատ մեծ շանս ունի երրորդ հորիզոնականով հաղթահարելու խմբային փուլը կամ երրորդով իհարկե դա արդեն մեծ հաշվով Վոտֆորդին այդքան էլ չի անհանգստացնի, ճիշտ է ցանկալի է խմբային փուլը հաղթահարել ավելի բարձր հորիզոնականով ու տես զբաղեցնել փլեյօֆում
քանի որ որքան բարձր հորիզոնականով հաղթարես խմբային փուլը, այնքան մյուս խմբում ավելի ցածր հորիզոնականով խմբային փուլը հաղթարած թիմի դեմ կմրցի ցանկացած թիմ, խոսքս բոլոր թիմերին է վերաբերվում։ Ու նույնպես Watford-ը իհարկե այս առաջնությունում մտածում եմ միայն որքան հնարավոր է հեռուն գնալու մասին, տեսնենք դա թիմերից որ մեկի մոտ կստացվի, բայց կրկնում եմ play-off-ում մեջ մրցակիցներ չեն լինելու ոչ մեկի համար։ Եսայանն է հիմա գնդակի մոտ, կա փոխանցում Ամվել Այվազյանը փակեց գնդակի ճանապարհը, Սահակյան թողնում է գնդակի Էկտուբարյանին ու այստեղ շտացվեց Էկտուբարյանի հարվածը։ Այո, play-off-ում չեն լինելու հեշտ մրցակիցներ, ասեմ այն թիմերի անունները, ովքեր ամենայն հավանականությամբ կընդգրկվեն play-off-ում, այդ թիմերը կլինեն Յուվենտուսը, Watford-ը, Լեռնային Արցախը, Ատալանտան, Մանչեսթեր Սիթին եւ այստեղ Սիթիից ավելի ցածր հորիզոնականում գտնվող թիմերը միջև 8-րդ հորիզոնական, Սիթին այս պայն on-line տարբերակով 5-րդն է։ Ապա այնտեղ մի փոքր արդեն հարցականի տակ է դրվում թե որ թիմերը շարժվեն առաջ, այնտեղ իսկական պայքար է ընթանում Մոնցայի, Վերդերի, Մայնցի, Կադիսի, Պալերմոյի, ինչու նաև ոչ Բետիսի, Չելսիի մասով, ճիշտ է Չելսին մի փոքր անհաջող ելույթներ ունեցավ վերջին խաղերում եւ իսկապես չեմ կարող ասել թե որ թիմերը 5-րդ հորիզոնականից դեպի ավելի ցածր տեղ զբաղեցած թիմերի մասն է խոսքս, որ 3 թիմին բաժին կհասնի play-off-ի ուղղակի, իսկ աննշածս առաջին հնգյակի մասով Յուվենտուս, Watford, Լեռնային Արցախ, Ատալանտա ու Մանչեսթեր Սիթի կարծում եմ այլևս խնդիրներ չեն ունենա այս թիմերը ու կարելի է ասել, որ շնորհավորում ենք այս նշածս թիմերին play-off-ի ուղղակի նվաճելու համար, play-off-ում հայտնվելու համար, իսկ հա մյուս խմբում պատկերը էլ ավելի հետաքրքիր է, քանի որ այնտեղ իսկական ֆուտբոլային իմաստով մահացու պայքար է, թեժ պայքար է ընթանում թիմերի միջև, այնտեղ հիմա չեմ կարող ասել կոնկրետ որ թիմերը կհայտնվեն play-off-ում, Էվերտոն, Աջափտյակ, Բորիսիա Մյունխենգլադբախ, Ատլետիկո Երևան, Վիլյարեալ, Սելտա, Միլան, Մոնակո, Արաքս, Ինտեր, Ռեալ Մադրիդ, ինչու ոչ Մանչեսթեր Յունայթեդ, այսքան թիմ դեռ պայքարում է ությակում տեղ զբաղեցնելու համար, ճիշտ է մյուս խմբում, ինչպես այս խմբում անպարտելի է միայն Ատլետիկո Երևանը, ինչպես այս խմբում Յուվենտուսը Էկտուբարյան հնարամիտ կերպով թողեց այստեղ ու չդիպավ գնդակին, բայց Եսայանի ռեակցիայի շնորհիվ հեռացնում է գնդակը, այո այս թիմերը, որոնց նշեցի այս 12 թիմերը մյուս խմբում հնարավորություն ունեն ությակում տեղ զբաղեցնելու, իսկ Յունայթեդից ավելի ցածր հորիզոնականում տեղ զբաղեցած թիմերը Երևանը, Մալաթիան, այսպես կան մի քանի թիմեր, ովքեր մյուս խմբում արդեն բավական ետ են մնացել, արդեն չունեն ոչ մի հնարավորություն play-off-ում տեղ զբաղեցնելու, բայց ինչով է հետաքրքիր AFL-ի Winter Cup մրցաշարը, որ եթե տեղ չզբաղեցնում առաջին ությակում, ապա հնարավորություն է տրվում 8-ից 16-րդ հորիզոնականը տեղ զբաղեցած թիմերին պայքարելու նաև Winter Cup-ի փոքր գավաթի համար հիմա էլ Սահակյանը հարվածեց ու Խաչատրյանից այստեղ գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից, անկյունային կիրասի Watford-ը շտապում են հիմա Watford-ի ֆուտբոլիստները, Եսայան թողեց գնդակը Օլամիլեյկան Ադեբայոյին, Ադեբայո Մակարյանը շատ ամուր է կանգնած ոտքերի վրա եւ թույլ չտվեց Ադեբայոյին շրջանցել, հիմա էլ Մարտիրոսյանը հաջող խլում կատարեց, Այվազյանին ուղարկեց, Մանվել Այվազյան ու եթե ստացվեր այստեղ փոխանցել Մարտիրոսյանին, ապա ոչինչ չէր խանգարել Դավիթ Մարտիրոսյանին գրավելու դարպասը, բայց փոխարենը Սահակյանը խլում կատարեց ու նետում է առաջ Watford-ին, Եսայան հարված արադարձ ու անկյունային կարծես կնշանակի մրցավորը, բայց տեսնենք ինչ պատահեց Մանվել Այվազյանին, կարծես վնասվածք է ստացել Յուվենտուսի գոլարը հարցակման կրակագծում տեղ զբաղեցած ֆուտբոլիստը ու տեսնենք շարունակի արդյոք հանդիպումը, թե ոչ
Կարծես հարված ստացա ոտքին Այվազյանը ու հենց այն դրվագում երբ պետք էր փոխանցում կատարել Մարտիրոսյանին իհարկե ստացվեց փոխանցում դեպի ավելի դեպի Աճեմյանը, բայց այդ բախման ժամանակ կարծես հարված է ստացել Այվազյանը, հիմա կանգնեց ոտքի ու կմնա խաղադաշտում Մանվել Այվազյանը Եվ տեսնենք այս անկյունայինի խաղարկումը արդեն ինչ է տալու Watford-ի ֆուտբոլիստերին, եթե հիմա ստացվի խփել 1 գնդակ, ապա կարող են մտածել որևէ բանի մասին, իսկ այստեղ գնդակը կլինի արդեն Յուվենտուսին, այո, ժամանակի տեսանկյունից չեմ կարող ասել, փաստենք արդեն Յուվենտուսի հաղթանակը թե ոչ, բայց հիմնական ժամանակի ավարտին մնացել է 3 րոպեից մի փոքր ավել ու պետք է, եթե մրցավարն էլ նույնիսկ փոխհատուցի խաղաժամանակ ինչի հիմնական պատճառները այդքան չունի հանդիպան գլխավոր մրցավար Մանուկ Մուրադյան, ապա առաջիկա 1-1.5 րոպեի ընթացքում, եթե Watford-ը կրճատի հաշվի տարբերությունը, նոր կարող է մտածել որևէ բանի մասին, իսկ փոխարեն Այվազյանը կարող է վերջացնել այս հանդիպումը ու չստացվեց հիմա Այվազյանի մոտ դիպուկ գտնվել, ճիշտ է արդեն բարդ էր իրավիճակը, արդեն Աթայանը ճնշում էր, մոտեցել էր նրան եւ միայն կասեցնելն ու հարվածելը բավական չէ այս իրավիճակում Վիցե Գրիգորյանի դարպասը գրավելու համար թիկունքով էր Այվազյանը դարպասի ուղղությամբ բայց իհարկե հաշիվ ու րոպեն հանդիպան թույլ տալիս են այստեղ Այվազյանին վրիպելու համար ճիշտ է Աճեմյանը հաշվենկատ փոխանցում էր կատարել իսկ այստեղ պարզապես ֆանտաստիկ գործեց Արտուր Աճեմյանը պայելով գնդակը դաշտի սահմաններում ճիշտ է հետո կորցրեց բայց բրավո ծափարություններ իսկապես Աճեմյանի փառայեղ անցկացնելիք մրցաշրջանի համար որը նա անց է կացնում Յուվենտուսի կազմում որում դեռ կշարունակի անցկացնել մինչև իհարկե առնվազն այս մրցաշրջանի ավարտը այնպես չէ որ խոսում եմ այն մասին որ Աճեմյանը կհեռանա Յուվենտուսից ոչ դրա մասին չեմ ընդհանրապես ասում այլ Աճեմյանի անցկացած հանդիպումների իհարկե նա նաև երկրորդ դիվիզիոնում շատ մեծ դեր ու նշանակություն ունեցավ Յուվենտուսի կազմում Յուվեն հիշեցնեմ որ AFL-ի երկրորդ դիվիզիոնի չեմպիոնն է որում իր նշանակությունը իհարկե մեծ մասամբ ունեցել է Արտուր Աճեմյանը հատկապես հիշում եմ Յուվենտուսի անցկացած հանդիպումը Բավարիայի դեմ, երբ Յուվեն միայն հաղթանակ էր անհրաժեշտ հիմա Եսայանը նորից հեռացեց գնդակը Սահակյան շատ հեռու թողեց Սահակյանը եւ չի հասնի այս գնդակին առավել հատկանշական է առավել տպավորվել է Յուվենտուսի անցկացած հանդիպումը Բավարիայի դեմ, երբ միայն ծեր սինյորային հաղթանակ էր անհրաժեշտ 3 միավորին արժանանալու շրջանցելու հենց Բավարիային եւ այդ հանդիպումը նախավերջի տուրում էր որտեղ Յուվեն խփեց 1 ու որոշիչ գնդակ եւ հաղթեց 1-0 Բավարիային շրջանցեց 1 միավոր Բավարիային իսկ վերջին տուրի խաղում էլ Յուվեն խնդիրներ չունեցավ 5-0 հաշվով հաղթանակ տարավ ու բարձրացեց իր գլխավերևում տիտղոսը Ահա այսպեսին են Յուվենտուսի բոլոր ֆուտբոլիստները այսպեսին է Յուվենտուսը այսպես են պայքարում մինչև վերջի րոպեն Watford-ը իհարկե նույն դիվիզիոնում էր ընդգրկված բայց մի փոքր ավելի ետ մնաց մրցաշարային աղյուսակում Եսայանն է հիմա լեռաստում գնդակը ինչ է այստեղ ոչինչ չկա Տիգրան Խաչատրյան շատ գեղեցիկ գործողություն ու մնաց գնդակով Խաչատրյանը եւ հասցրեց հիմա փոխանցում կատարել Արուշանյան Աճեմյան մնաց գնդակով Գևորգ Արուշանյան Էկտուբարյան գուցե հարվածի վերջո կտեսնենք թե ոչ Watford-ից Երանոսյան ու փակվեց փոխանցման ճանապարհը վերադարձեց գնդակը Երանոսյանը Արուշանյանին ով հարվածում է ու ֆանտաստիկ գոլի հեղինակ է դառնում Գևորգ Արուշանյանը 2-1 վերջնամասում Watford-ը 1 գնդակ ետ է բերում տեսնենք կստացվի արդյոք խփել նաև երկրորդը Գևորգ Արուշանյան 2-1 գնդակը հայտնվեց դարպասում ու հիմա արդեն մրցավարի փոխհատուցած խաղաժամանակի վերջին րոպեն է ընթանում ու տեսնենք կստացվի արդյոք Watford-ի մոտ այդ 1 գրոհը վերջնագծին հասնել 1 վճռորոշ գրոհ է հարկավոր Watford-ին իսկապես հանդիպման հաշիվը
հավասարեցնելու ու փրկվելու հերթական պարտությունից, որը կլինի թիմի համար երկրորդը։ Բայց փոխարենի հիմա Աթոյանը խախտեց խաղի կանոնները ու ստանդարտ իրացնեն Յուվենտուսի ֆուտբոլիստները։ Տեսնենք, իհարկե հիմա պետք է միմիայն մտածի Յուվենտուսը այս ժամանակը սպանելու մասին, կամ մրցավարի սուլիչը Զաքարյանը թողնում է գնդակը Այվազյանին, ով բնականաբար չի կատարի փոխանցում, այսպես տեսնում եք, Այվազյանը վաստակում է եզրային նետման հնարավորություն Աթայանից, այո, գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից ու եզից կնետի Յուվեն չի շտապում, իհարկե Մակոյանը չի շտապում, հիմա կատարում է եզրային նետում Զաքարյան, Ադեբայան կանգնեց գնդակի ճանապարհին ու հիմա կարող է Վոտֆորդը հասնել Գրոյի Արուշանյան դեպի Սահակյանը, բայց այստեղ հեռացեցի գնդակում մրցավարը ազդարանում է հանդիպան, ավարտը գերհետաքրքիր հանդիպում ստացվեց, իսկական առաջատարների հանդիպում, բայց այնուամենայնիվ Յուվեն հեռանում է ևս մեկ 3 միավորով ու այսպես դարձրեց պատկերը 14 հանդիպում, 14 հաղթանակ, 42 միավոր, բրավո Յուվենտուս, բրավո նաև Վոտֆորդին այս դիտարջան հանդիպման համար ճիշտ է, այեղ մրցակից է Յուվենտուսը պարտվել նրան, պարտվել այս խաղում ոչ ոք չի կարող մեղադրել Վոտֆորդին, հանդիպումը խաղային երեկոն մեզ մոտ ավարտված է, շատ հետաքրքիր հանդիպումներ ունեցանք, այսօրվա համար նախատեսել էինք, այսքանը բարի գիշեր ու ամենայն բարիք։